Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ-նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։ Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ աջակցում է հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին։ Ինչու հատկապես հիմա մենք տեսնում ենք Ադրբեջանը եւ Թուրքիան արդեն դժգոհում են այդ ամենից։ Մենք գիտենք, որ ՀՀ իշխանությունների համար դա արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ։ Հայաստանի դեպի կառավարության հետ կապ չունի, մենակ Իսրայելի ու Թուրքիայի ներքին խնդիրն է։ Ոչ Ռուսաստանի, ոչ Հայաստանի կառավարության հետ հաշվի չի նստել։ Որ հանգարց խանգարի կամ պրիորիտետն է Հայաստանի կառավարության կամ պրիորիտետը չի, իրան չի հետաքրքրում։ Ես ուղղակի խաղակարտեր, որ խաղակարտերից մեկն է Թուրքիային ապտակ տալու համար, Էրդողանին ապտակ տալու համար, որտեղ ես վերջերս շատ է խստացել Էրդողանի քննադատությունը Իսրայելի նկատմամբ, Նեթանյահուի կառավարության նկատմամբ։ Դրան ուղղակի հաջորդեց Իսրայելի ապտակներից մեկը, ընդգոն Մեսսի միակ ապտակը չի, իրանք դիմել են նաև բանում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին դիմել Էրդողանի կամերը քաշելու համար, մենակ էսը չի։ Իսկ Հայաստանը ինչ դիրքորոշում է բռնել, կասի շնորհակալություն, չի ասի շնորհակալություն, այդ Իսրայելին չի հետաքրքրում։ Իսրայելը իրոք լուրջ պետություն է, շատ բարդ քաղաքական վեկտորներով եւ այլն, ասենք ընդհանրից չունի Իսրայելը ինչ-որ որևէ մի պետության հետ հաշվի չի նստում, ինքը ունի քաղաքական շահեր ու առաջնորդում է իր ազգ քաղաքական շահերը։ Նախորդ տարի, երբ Նեթանյահուն հարցազրույցի ժամանակ խոսում էր հայոց ցեղասպանության ճանաչման մասին, մեծ զրույցում դուք ասացիք, որ Իսրայելը երբեք չի ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Քնեսետում ինչ ճակատագիր կունենա այդ հարցը։ Այդպես էլ կա, սա կառավարության որոշումն է։ Կառավարությունը որոշեց, ասես մենք ճանաչում ենք, բայց կառավարության որոշումը սա պետական որոշում չի, սա օրենք չի, սա օրենքի ձև չի։ Գիդեոն Սարը ասել է հայտարարել, որ պետք է օրենքի նախագիծը մշակեն բերեն Քնեսեթ, բայց Քնեսեթը շուտով չի աշխատելու։ Իմաստը որն է արձակուրդի գնացող ու նոր ընտրությունների գնացող Քնեսեթին նոր նախագիծ բերել։ Երբ որ մյուս Քնեսեթում կարող է նույն ուժերը շատ քիչ մանդատ հավաքեն ընդդիմության դառնան, ընդդիմության շարքերում լիկուդը հայտնվի։ Այնպես որ ես ինչ-որ 23 տարի պնդում եմ, միշտ գնացել եմ իմ կարծիքին։ Չի ստացվում, որ մենք մանրադրամ ենք դառնում։ Հարցը մանրադրամ չի, սա մանրադրամի խնդիր չէ։ Սա քաղաքական լուրջ ապտակ է Էրդողանին, ոչ թե մանրադրամ։ Իսկ ցանկացած պետություն, որը ճանաչել է այս ցեղասպանությունը, ելել է իր սեփական քաղաքական որոշումներից եւ իր քաղաքական որոշումը կայացնելու պահից։ Նույն Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ու ցանկացած պետություն, որը պաշտոնապես ճանաչել է այս ցեղասպանությունը, նույն Իսրայելի պարագայում։ Այն որ հայկական հարցը օգտագործում է Թուրքիային ապտակելու համար, սա փաստ է։ Բայց այսքանով հարցը չի փակվում։ Իսրայելը նույնիսկ եմ ասում, օգտագործում է շատ ավելի հզոր քաղաքարտեր, քան հայկական հարցը։